Այսօր այն օրն է, սիրելիներ, որ ամեն մեկին տեսնելուց միգուցե չենք տեսնում հեռավոր են։ Այսօր այն օրն է, որ քո ուրախությունը պիտի հայտնես, այսօր այն օրն է, որ պիտի գրես, այսօր այն օրն է, որ պիտի չլռես, այսօր այն օրն է, որ պիտի երգես, նոր երգ բարձրացնես, շնորհավորես, ցնծաս, Քրիստոս հարյավ իմ եռելոց։ Ամեն։ Իրականում ամբողջ քրիստոնյա աշխարհը այսօր ցնծում է, սիրելիներ։ Այն հայտնությունը, որ Քրիստոս ունեցավ, այն իրականությունը, որ Քրիստոս բերեց աշխարհ, անզուգական էր, եւ որևէ մեկը չէր կարող, եւ որևէ մեկը չէր պատրաստվում, եւ չէր էլ արել, բայց Քրիստոս այդ ամենը իրականություն դարձրեց, հաղթեց մահվանը, որից ամեն մեկս պիտի խայտվենք եւ վնասվենք, բայց Քրիստոսը եկավ կանխավ, Քրիստոսը կատարեց հենց սկզբից եւ լուծեց այդ հարցը մեզ հարություն տալով ամեն մեկիս, որովհետեւ թեև մեռնենք էլ պիտի ապրենք։ Սիրելիներ, ամենամեծ թշնամությունը այս կյանքում դա մահն է, բաժանումն է, բայց Քրիստոսը իր հարությամբ, իր անցած ճանապարհով հաղթեց մահվանը եւ նստեց հոր աջ կողմը։ Փիլիպեցիների թղթի մեջ Պողոս առաքյալը բանդից գրում է եւ ասում է ամեն բան մի կողմ եմ դրել, ամեն բան աղբ եմ համարում, միայն թե Քրիստոսը շահեմ։ Նրա գիտության, նրա գերազանց գիտությունը ունենալու եւ նրա մեջ լինելու եւ նրան ճանաչեմ եւ նրա հարուցյալ զորությունը եւ նրա չարչարանքներին հաղորդ լինեմ եւ նրա մահվան կերպարանքը առնեմ։ Առաքյալը խոսում է Քրիստոսին ճանաչելու մասին։ Սիրելիներ, մենք ամեն մեկս կարիք ունենք Քրիստոսին ճանաչենք։ Խնդիրը ամեն բանի խնդիրը նրանից է գալիս, որ մենք չենք ճանաչում Քրիստոսին։ Ում որ մենք պաշտում ենք, չենք ճանաչում։ Եվ այն ճանաչողությունը, որ մենք անձնապես պետք է ունենանք նրա հետ, դա այն լուծումն է, որ առաքյալը խոսում է, որ երբ որ ճանաչեմ նրա, հարուցյալ զորությունն էլ կճանաչեմ։ Հարուցյալ զորությունն էլ Սուրբ Հոգին է, սիրելիներ, ով զորացրեց, ով հարություն տվեց Քրիստոսին։ Հովհաննեսի ավետարան 11-րդ գլխի մեջ մի հրաշալի պատմություն է գրված եւ մենք ամենքս գիտենք, որ Մարիամ ու Մարտան եղբայր ունեին, Ղազարոսը, որը մահացավ։ Առաքյալն ասում է ճանաչել Քրիստոսին։ Երբ որ մենք ճանաչենք Քրիստոսին, մենք կհասկանանք, որ մեր խնդիրների լուծումը Քրիստոսի մեջ է։ Երբ որ մենք ճանաչենք Քրիստոսին, թե ինչպիսին է Քրիստոսը, մենք երբեք տխուր չենք ապրի։ Մենք երբեք պարտված, մենք երբեք բաժանումներով եւ կռիվներով չենք ապրի։ Մեր ամբողջ կյանքը լի է, թշնամին ուզում է խառնել, խորդակել, վնաս հասցնել, որովհետև մենք Քրիստոսին չենք ճանաչում, սիրելիներ։ Եվ պատմությունը չկարտամ, որ ժամանակը չանցնի, բոլորս գիտենք, որ Քրիստոսը գիտեր, որ Ղազարոսը մահացավ, բայց իր աշակերտներին ասեց նա քնած է։ Մեր բարեկամ Ղազարոսը քնած է։ Քրիստոսը Ղազարոսին բարեկամ անվանեց։ Ուզում եմ այսօր քեզ ասեմ, այսօր դու Աստծուն բարեկամ ես, այսօր դու ճանաչում ես Քրիստոսին, դու գիտես նրան, արդյոք նա գիտի քեզ, արդյոք երկինքը տեղյակ է քո մասին, արդյոք աշխարհը գիտի, որ դու քրիստոնյա ես, արդյոք Քրիստոս գիտի եւ այսօր կարող է ասել դու իմ բարեկամն ես, դու իմ մտերիմն ես։ Քրիստոսը այնտեղ չէր, Ղազարոսը մեռավ։ Մենք այսօր խնդիրներ ունենք, խնդիրներ։ Քրիստոսը մեր մեջ չէ, եւ մենք տառապում ենք, եւ մենք դժվարություն ենք կրում, ցավ ենք քաշում, բայց Քրիստոսը տեղյակ է։ Քրիստոսը տեղյակ է եւ 3 օր անցավ, 4 օր էլ անցավ, Ղազարոսն էլ արդեն մահացած էր, գերեզմանի մեջ դրված էր։ Ֆիզիկական աշխարհը ուրիշ բան է ասում, բայց Քրիստոսը ուրիշ բան է ասում, սիրելիներ։ Եթե ես եւ դու ճանաչում ենք Քրիստոսին, գիտենք նրա խոսքը, գիտենք նրա խոստումը, մենք ապրում ենք իսկական քրիստոնյայի պես։ Մենք ապրում ենք հաղթական քրիստոնյայի պես։ Ոչ թե տգարություններով եւ թուլություններով
պարուրված, վախերի մեջ, սպասումների մեջ, որոնք չեն իրականանում, այլ երբ ճանաչում ենք մենք Քրիստոսին, Քրիստոսը կարող է լուծում բերել մեր խնդրի մեջ։ Ինչպիսի խնդիր որ լինի, Քրիստոսը ինձ եւ քեզ բարեկամ անվանեց։ Արդյոք մենք բարեկամ ենք նրա հետ։ Արդյոք մենք ունենք բարեկամական մտերմություն, արդյոք մենք ունենք շփում Քրիստոսի հետ, ինչպես առաքյալն է ասում, ճանաչենք Քրիստոսին եւ նրա հարության զորությանը։ Գիտեք, մենք կարիք ունենք ճանաչենք։ Աշակերտները, որոնք ապրում էին, քայլում էին Քրիստոսի հետ, տեսնում էին այդ զորությունը, բայց նրանք էլ մեզ նման մականացու էին եւ այնպես էլ չէին հասկանում, ինչպես եւ մենք այսօր կարող է չհասկանանք։ Գիտեք, Քրիստոսը եկավ, կանգնեց գերեզմանի մոտ եւ մահացած գերեզմանի առաջ կանգնելով հրամանն արձակեց. Ղազարոս դուրս արի։ Գիտեք, մենք ամեն մեկս մեր գերեզմանն ունենք, ամեն մեկս մեր նեղ անկյունն ունենք, որտեղ ինչ որ բաներ թաքցրել ենք, ինչ որ բան մեռել է եւ այսօր Աստված կանգնած է այդ գերեզմանի առաջ։ Այսօր Աստված կանգնած է այդ գերեզմանի առաջ եւ ասում է. ուրախություն դուրս արի, խաղաղություն դուրս արի։ Իմ եւ քո կյանքի մեջ այս օրինակով Քրիստոսը կանգնած է եւ ասում է. դուրս արի։ Գիտեք, մենք սպասում ենք, մենք նայում ենք, ուզում ենք տեսնել, բազմությունը կանգնած է, Պետրոսը կանգնած է, աշակերտները կանգնած են։ Մեկը ասում է, եթե դու գայր, եթե սա աներ, այ եթե այս մեկը չանեին, ամեն մեկս ինչ որ պատճառաբանություն ու ինչ որ հարց ունենք Քրիստոսին։ Եվ ամեն մեկ սև սպասում ունենք, տագնապ ունենք, վախ ունենք, կորստյան վախ ունենք, որ կորցրել ենք, այլևս չկա մեզ համար։ Հույսը մեռել է։ Կյանքի ապագան չենք տեսնում։ Քրիստոսը այսօր կանգնած է գերեզմանի առաջ, որտեղ դու ծեպել ես, որտեղ դու փագել ես, ինքը կանգնած է եւ ասում է. դուրս արի։ Դուրս արի, թող դուրս գա երկնայինը, թող հավատքը բացվի, թող կասկածը ընկնի եւ Ղազարոսը դուրս եկավ։ Եվ մարդկանց հետաքրքիր էր ինչը Ղազարոսը դուրս է գալիս թե ոչ։ Եվ մենք բոլորս այսօր այդ հրաշքներին ենք նայում, հրաշքներին ենք սպասում։ Եվ այդ ամենի վրա ուշադրություններս կենտրոնացրած կորցնում ենք այն խոստումը, որ Քրիստոսը ասում է. ես եմ հարությունն ու կյանքը։ Գիտեք, մենք այսօր ոչ թե ուզում ենք ճանաչել Քրիստոսին, այդ հարությալին, այլ ուզում ենք տեսնել այն հրաշքը, որ մեզ գերում է, եւ մենք նայում ենք Ղազարոսի դուրս գալուն։ Քրիստոսը ասեց. ես եմ հարությունն ու կյանքը։ Աշակերտները շատերը, ինչպես եւ մենք, այնքան էլ լավ չենք պատկերացնում ինչ է նշանակում ես եմ հարությունն ու կյանքը։ Մենք ապրում ենք մեր կյանքով, Քրիստոսն ասում է ես եմ կյանքը։ Մենք առաջնորդվում ենք, մենք ուզում ենք ապրել մեր չափանիշներով եւ մեր կյանքով, բայց Աստված ասում է ես եմ կյանքը։ Մենք երբեք հաշվի չենք նստում այն կյանքի հետ, որ իրականն է, հավիտենականն է եւ ժամանակավորը չէ։ Մենք փորձում ենք ժամանակավորով ապրել եւ ասում ենք Տեր, այս մեկը, այն մյուսը, Քրիստոսն ասում է ես եմ հարությունն ու կյանքը։ Աշակերտները նայում են հարությանն ու կյանքին, նայում են Ղազարոսին, բայց Քրիստոսն ասում է ես եմ հարությունն ու կյանքը։ Արդյոք ես ու դու ճանաչում ենք հարությալ Քրիստոսին։ Արդյոք մենք սպասում ենք եւ տեսնում ենք այն գործերը իրական, որ Քրիստոս կատարում է մեզ համար ու կատարել է։ Եվ աշակերտներն այդ ամենը տեսնելով ուղղակի զարմացան, որ Ղազարոսը դուրս եկավ, բայց Քրիստոսը խոսում էր իր մասին, որ ինքը պիտի մահանա եւ հարություն առնի։ Եվ այդ օրը տվեց աշակերտներին խոստումը եւ ասեց, որ ես եմ հարությունն ու կյանքը, բայց աշակերտները մենք տեսնում ենք որոշ ժամանակ հետո հայտնվան մի տագնապի մեջ, հայտնվան մի իրականության մեջ, մի դավաճանության մեջ, մի ուրացման մեջ, մի այնպիսի իրավիճակի մեջ, որ երբեք չէին պատկերացնում, որ այն մեկը, որին իրանք տեսել էին, որ ամեն բան կարող է անել, որովհետև խոստմանը ուշադիր չէին, մենք նայում ենք հրաշքին, մենք չենք նայում Քրիստոսին, մենք ուզում ենք տեսնել գերբնականը, բայց չենք ուզում ճանաչել գերբնականը առաջացնողին, հարությալ զորությունը, սիրելիներ, դա ամենամեծ զորությունն է, որ երբևէ մարդը կարող է տեսնել, դա այն է, որ մեռելը կենտանանում է, դա այն է, որ մեռածը ոտքի է կանգնում, եւ մենք
Դա մեզ համար անընդունելի է, որովհետև մենք ժամանակավոր եւ սահմանափակ ենք մտածում։ Եվ աշակերտները հայտնվում են միտեղ, որ տեսնում են մեծ դժվարություններ ու խնդիրներ, որովհետև Քրիստոսին ձերբակալեցին։ Տառապանքի ճանապարհով անցավ եւ խաչելություն տեղ ունեցավ։ Ամենաանմարդկայինը դա այն էր, որ ստեղծողին խաչեցին։ Ժողովուրդը խոսք ունի, ասում են կերակրողին սպանեցին, լավություն անողին վատություն արեցին։ Գիտեք, Քրիստոսը ամեն մեկիս համար լավություն արեց։ Քրիստոսը ամեն մեկիս համար խաչվեց մեր մեղքերը վերցնելով, բայց մենք ինքներս խաչեցինք Քրիստոսին։ Մենք ինքներս խաչեցինք եւ մենք ամեն մեկս կանգնած էինք այնտեղ, որ գոռում էին խաչել եւ բառաբային արձակել, որովհետեւ մենք սիրում ենք աշխարհը եւ աշխարհն էլ սիրում է մեզ եւ այդ սերը գերում է մեզ, քան թե հավիտենականը, քան թե հարուցյալ զորությունը։ Դրա համար էլ մենք կողմնակից ենք աշխարհը սիրել, ոչ թե հարուցյալ զորությունը։ Մտնել աշխարհի մեջ, ոչ թե ճանաչել Քրիստոսին։ Ճանաչել Քրիստոսին դա նշանակում է ապրել երկնային կյանքը, ապրել հավիտենական կյանքը եւ լինել հաղթական ամեն իրավիճակում։ Նույն աշակերտները Պետրոսը, Թովմասը եւ ամեն մեկ ովքեր կանգնած են եւ այդ գերբնական հրաշքները, հարությունը, զորություններ, ամեն բան տեսան, մի ակնթարթում ամեն ինչ փոխվեց կյանքի մեջ։ Մի ակնթարթում ամեն բան դարձավ, վախ, տագնապ, հին կյանք նորից վերադարձավ, որովհետև Քրիստոսին ձերբակալեցին։ Այն խոստումները, որ Քրիստոսը տվել էր, կարծես թե անիրական, անիրականանալի թվաց։ Կարծես թե այդ ամենը, այդ 3 տարի ու կես ժամանակը մի ակնթարթով անցել էր եւ ամեն բան տագնապի մեջ էր հայտնվել, բայց Քրիստոսը հարություն է առել, սիրելիներ։ Պետրոսը, որ ամենազգացմունքայինն էր իրանց միջից, ասեց. Տեր, եթե բոլորն էլ ուրանան քեզ, ես չեմ ուրանա։ Հիսուսն էլ նրան ասեց. Պետրոս, ակաղաղը դեռ չկանչած 3 անգամ կուրանաս։ Գիտեք, Աստծո բերանից դուրս եկած ամեն մի խոսքի իրականություն է։ Ուղղակի մենք չենք ճանաչում, մենք չենք ընդունում, մենք չենք ուզում դա այդպես ընդունել։ Ու Պետրոսը վախեցավ, ու Պետրոսը փախավ, Պետրոսը ուրացավ։ Ու պատկերացրեք մի իրավիճակ, որ ամեն մեկս այդպես ենք, մենք էլ մեր մարդկային թերություններն ու տգարությունները ունենք։ Ու մի օր նույն Պետրոսին, ովքեր փնտրում էին Քրիստոսին, ովքեր գնացին այդ գերեզմանի առաջ ու տեսան գերբնական քարը շարժված, գերբնական քարը շարժված, մտան ներս ու տեսան Քրիստոսը չկար, հրեշտակը տեսան, հրեշտակն ավետեց, ինչու եք ողջին մեռելների մեջ փնտրում, ինչու ենք մենք մեռած ու մեռածի մեջ ապրում, ինչու ենք մենք նեղված եւ այդ նեղվածքի, այդ հոդածի, ադելության, կռվի, տառապանքի, վախերի մեջ ապրում, հրեշտակը ավետում է, ինչու եք այդպես ապրում, նա հարություն է առել, մենք կարիք ունենք ճանաչենք հարության Քրիստոսին, նույն Քրիստոսին, ով տեսել էր, լսել էր, չէր պատկերացնում ու պատկերացրեք Պետրոսի վիճակը, երբ որ Պետրոսին ասեցին, Պետրոսը մտածել էր ամեն բան կորել է, ամեն բան արդեն ունայն է, Հիսուսը չկար, այն խոստումները, որ կար, ամեն ինչ օդի մեջ էր մնացել, տեսել էր հրաշքը, հարությունը, հացից կերել էր, ծովը խաղաղեցրել էր, ջրի վրա կանգնել էր, բայց ամեն բան տագնու վրա էր եղել, վախը եկել էր Պետրոսի մեջ, ուրացումը այնքան էր խոսում Պետրոսի կյանքի մեջ, որ Պետրոսը չէր պատկերացնում ինչ է լինելու, ու նրան մի խոսք եկավ, Հիսուսը չկա, մեր Տիրոջ մարմինը չկա, Հիսուսը հարություն է առել, Պետրոսի մեջ խառնվեց 2 տեսակի զգացում, դատապարտություն եւ երկնային ուրախություն։ Հիսուսի մեջ, Պետրոսի մեջ կներեք, խառնվեց 2 զգացողություն, երկնային ուրախություն եւ դավաճանություն եւ ուրացում։ Ու ինչ ես կարծում, ինչ տեղի ունեցավ մարդու մեջ, ինչ տեղի ունեցավ Քրիստոսի աշակերտի մեջ, ինչ տեղի ունեցավ քո մեջ այսօր, երբ դու լսում ես այս կենտանի խոսքը, երկնային ուրախությունը,
հաղթեց մեր ժվացությանը, երկնային ուրախությունը, արձակեց ազատությունը, ինչքան էլ Պետրոսը մարդկայնորեն մտածում էր, որ ուրացել է Քրիստոսին, ուրացել է Աստծուն, Պետրոսի մեջ հաղթահարեց, եկավ երկնային ուրախությունը եւ Պետրոսի մարմնավոր ոտները սկսեցին վազել դեպի Քրիստոսի գերեզմանը, որովհետեւ նա ուզում էր հաղթել իր մեջ մարդկային ամեն զգացողության, որ շատ անգամներ մեզ տանում է դեպի դատապարտությունը, դեպի տգարությունը, դեպի անգումը, դեպի մարդկային այն արժեքները, որոնք ամենը մեկս կանգ դրա մեջ։ Պետրոսը հաղթեց, Պետրոսը վազեց, որովհետև ինքը ուրախ էր։ Ինքը ուրախացել էր եւ ուզում էր տեսնել այն մեկին, ում ինքը իրականում սիրում էր, բայց իր վերաբերմունքով չէր կարողացել այնպիսինը անել, որ արժանին պետք է լիներ։ Գիտեք, սիրելիներ, անընդհատ կոչ է լինում աղոթքի երկրպագության։ Մենք կարծես անտարբեր ենք, Պետրոսի նման ենք։ Մեր վերաբերմունքը այն չէ, ինչպես պիտի լինի, բայց Պետրոսը հաղթեց եւ երկնային ուրախությունն եկավ Պետրոսի մեջ եւ Պետրոսը վազեց։ Մեկ այլ ուրիշ առաքյալ, որը Թովմասն էր, երբ որ ասեցին, մեր Տերը հարություն է առել, ասեց, մինչև մատս չմտցնեմ, վերքերը չտեսնեմ, չեմ հավատա։ Գիտեք, մենք այսպիսին ենք։ Մինչև ասում ենք չտեսնենք, չենք հավատա։ Մենք այսօր չենք հավատում մեր օրհնությանը։ Մենք այսօր չենք հավատում այն ապագային, այն երկնային ուրախությանը, զորությանը, օրհնյալ կյանքին ու ապագային, որի մեջ Աստված կանչել է մեզ ապրելու։ Մենք չենք հավատում։ Մենք նայում ենք Թովմասի անհավատությանը, ասում ենք Թովմաս, այս ինչ անհավատ մեկն է։ Հիսուսի հետ քայլեցիր, բայց չճանաչեցիր, հարուցյալ զորությունը, հարություն տվեց։ Այսօր ասում են ինքն է հարություն արել, դու չես հավատում։ Այսօր մենք էլ ենք անհավատ։ Մենք էլ ենք անհավատություն դրսևորում։ Այնքան բաների նկատմամբ ուղղակի մեր մասին գիրք չկա գրված։ Սիրելիներ, մեր մասին գիրք չկա գրված, որ մենք էլ ենք ցուցաբերում անհավատություն։ Եվ տեղեր կա, որ մեր սրտի մեջ ասում ենք Տեր, այս սա որ սպես լիներ, ես շատ կհավատայի, ես կենեի։ Գիտեք, իրականում Հիսուսը հրաշալի խոստում տվեց։ Եվ այս ամենահետաքրքիրն այն է, որ Հիսուսը ոչ մեկին չի անտեսում, սիրելիներ։ Մենք ամեն մեկս մեր մտածումն ու մեր պատկերացումն ունենք։ Հիսուսը կարող է այսօր ամեն մեկիս առաջ կանգնել։ Հիսուսը ամեն օր քո աղոթքի մեջ քո առաջ կանգնած է։ Ասում է, տես ձեռքերս, որտեղ է քո անհավատությունը, ես եկել եմ բժշկեմ։ Որտեղ է քո թերությունն ու թուլությունը, բայց մենք մեր թերությունն ու թուլությունը ամուր բռնած չենք ուզում տեսնել Քրիստոսին, չենք ուզում ճանաչել հարուցյալ Քրիստոսին։ Հարուցյալ Քրիստոսը կենտանի է, սիրելիներ, պետք չէ նրան մեռելների մեջ փնտրել, պետք չէ գերեզմաններ գնալ, պետք է ուրախանալ, որովհետև հարուցյալ Քրիստոսը հարություն է առել եւ բնակվում է հոր աջ կողմը, բնակվում է մեր մեջ, իր արքայությունը մեր մեջ է, սիրելիներ։ Եվ ինչքան էլ թերարժեքություններ մենք ունենանք, միևնույն է Հիսուսը կանգնում է։ Դրա համար էլ կանգնավ Թովմասի առաջ, փակված տագնապալի վիճակի մեջ, որտեղ փախել էին, վախեցած, Քրիստոսը եկավ եւ ասեց. խաղաղություն ձեզ։ Թովմաս, տես, ձեռքերս բեր մատներդ եւ ասեց. երանելի եք դուք, որ չեք տեսել, բայց հավատում եք։ Սիրելիներ, հարուցյալ Քրիստոսին ճանաչել, դա երջանկություն է։ Հարուցյալ Քրիստոսին ճանաչել, դա ուրախություն է, դա հավատքի զորություն է, դա գերբնական տեսնելն է, դա ամենն է ամեն բանի մեջ։ Նույն Պետրոսը, որը հանդիպեց Քրիստոսին, տեսավ Քրիստոսին, իմացավ, բայց մարդկային մտածելակերպով վերադարձավ հին արժեքներին։ Ինչքան հին արժեքներ կան, ինչքան հին մեռելներ կան, որոնց մենք հիշում ու անդրադառնում ենք, ինչքան հին կոդրված, փշրված, մերժված բաներ կա։ Գիտեք ինչքան դժվար ենք մոռանում նման բաները։ Այն լավ բաները տոմբե շուտ կանցնի մտքերիցս, բե շուտ կթռնի, բայց այն հին արժեքները, որոնց հետ մենք կապված ենք, Պետրոսն ասեց, ես գնում եմ ձուկ որսալու, իր սովորություններ, իր մասնագիտություններ։ Աշակերտներն էլ ասեցին. Պետրոս, դու որ կերտաս, մենք էլ կուկանք։ Դու կերտաս, քո հետ էլ կտանիս։ Բերեք այսօր կանգնենք ու ասենք Քրիստոս, ուզում ենք ճանաչել քեզ եւ մարդկանց օգնենք, որպեսզի մարդիկ ճանաչեն Քրիստոսին։ Միևնույն է, Քրիստոս եկավ, հանդիպեց Պետրոսին
Եվ 3 անգամ ասեց Պետրոս սիրում ես ինձ։ Պետրոսն էլ ասեց Տեր, գիտես որ սիրում եմ։ Գիտեք իրականում հարուցյալ Քրիստոսին հանդիպել, հարուցյալ Քրիստոսի հետ խոսել դա երջանկություն է, աղոթքի միջոցով, երկրպագության միջոցով, մեր կյանքերը դնել Քրիստոսի համար դա երջանկություն եւ ուրախություն է, որովհետեւ Աստված գալիս է մեր թերարժեքությունները, մեր հին կյանքը փոխելու, մեր հին կյանքից, մեր հին արժեքներից մեզի ազատելու, ինչպիսի արժեքներ, ինչպիսի հնություններ, ինչպիսի վիրավորանքներ ու ադելության պատեր, դավաճանություններ, ինչ որ կա հարուցյալ Քրիստոսը փոխում է, քանդված ու փշրված ընտանիքներ, կոդրված հարաբերություններ, հարուցյալ Քրիստոսը կարող է վերականգնել։ Պետրոսը, որը կորցրել էր, ուրացել էր եւ մտածում էր, որ այլևս արժանի չէ Քրիստոսի առաջ կանգնելու, Քրիստոսը կանգնեց եւ ասեց. Պետրոս, սիրում ես ինձ։ Սիրելիս, կարող ես ներել, քանդիր այսօր ադելության պատերը, այսօր առիթ ունես հարուցյալ Քրիստոսին հանդիպել, այսօր առիթ ունես հարուցյալ Քրիստոսի հետ հանդիպել եւ քո ապագան կառուցել։ Այսօր առիթ ունես հարուցյալ Քրիստոսի հետ հանդիպես եւ քո ապագան կառուցես, քո ընտանիքը կառուցես, քո օրհնությունը վերցնես, որովհետեւ հարուցյալ Քրիստոսը եկել է մեր մերժվածություններից մեզ ազատելու, մեր վախերից ու տագնապներից մեզ ազատելու, խաղաղություն ցեզի։ Քրիստոսը եկավ, մարդկությունը, իր աշակերտները կորցրել էին ամեն խաղաղությունը, ասեց խաղաղություն ցեզի։ Տագնապը թույլ մի տվեք ձեր կյանքի մեջ իշխի, վախերը թույլ մի տվեք սահմանափակումներ բերեն ձեր կյանքերի մեջ, որովհետև հարուցյալ Քրիստոսը ամեն բանից առաջ, ինչքան էլ ուզում ես քո փակ սենյակում լինես, մենակ լինես, դռները փակած լինես, դու եւ քո խնդիրն ես, դու եւ քո բանդը, դու եւ քո գերեզմանը, հարուցյալ Քրիստոսը կարող է կանգնել քո առաջ եւ քեզ ասի. խաղաղություն քեզ դուստր, խաղաղություն քեզ որդիս, բարեկամս, խաղաղություն քեզ, օրհնություն քեզ։ Հարուցյալ Քրիստոսը եկել է հանդիպելու քեզ։ Պատրաստ ես հանդիպել Քրիստոսին։ Եթե պատրաստ ես, հարությունը քո կյանքի մեջ բերում է մի քանի նպատակ։ Հարուցյալ Քրիստոսը խոսք ունի քեզ համար, հարուցյալ Քրիստոսը ուրախություն ունի քեզ համար։ Ամենաառաջի բանը, որ քրիստոնյայի կյանքի մեջ բերեց հարությունը, դա ուրախությունն էր, սիրելիներ, մեր սուկն ու լացը փոխեց ուրախության, որովհետև ամեն տեղ, որտեղ կա պատերազմ եւ խնդիրներ, կա սուկ եւ լաց, կա տխրություն, եւ աշակերտները եւ ամբողջ քրիստոնյա աշխարհը դառնապես լացեցին Քրիստոսի մահվան հետ կապված։ Մենք այսօր դառնագին լացեր ունենք, լացեր, որոնք ոչ մեկ չգիտե, թակուն է, բայց Քրիստոսը եկավ, որ ես ու դու ուրախության, երկնային ուրախության, ցնծության յուղով օծված լինենք եւ կանգնենք եւ ուրախանանք։ Ես պատկերացնում եմ Պետրոսը, երբ որ լսեց, որ Քրիստոսը հարություն է առել, ինչքան էլ մարդկային թերարժեքությունը եւ մեղքը բաժանում հանդիսանար Պետրոսի եւ Քրիստոսի միջև, միևնույն է, երկինքը կանչում էր Պետրոսին, Պետրոսը վազեց, որովհետև ուրախությունը հաղթեց։ Կամենում եմ, որ հարուցյալ Քրիստոսը, երբ որ կանգնի այսօր քո առաջ, երկնային ուրախությունը հոսի քո մեջ, երկնքի ուրախությունը, դուք պատկերացնում եք այն ուրախությունը, որ մի պահ երկինքը լռեց, մի պահ ամբողջ աշխարհը կանգնավ։ Դա այն պահն էր, երբ Քրիստոսը ավանդեց իր հոգին։ Եվ այն վայրկյանը, երբ ամբողջ երկինքը ծափահարեց, մարդկությունը լսեց, լուրը տարածվեց եւ ամբողջ աշխարհը ցնծաց, Քրիստոս հարություն է առել։ Ուրախությունը թող այսօր գա քո կյանքի մեջ։ Ամեն մեկին, ում որ կհանդիպես, ում որ կտեսնես, այսօրվա ուրախալի լուրը հայտնիր, Քրիստոս հարություն է առել, որովհետև այդ հարությունով էլ վերջին օրումը մենք ենք հարություն առնելու։ Սիրելիներ, մեր կյանքը ոչ թե այս երկրի վրա սահմանափակ 30, 60, 50 կամ 100 տարին է, այլ այն հավիտենականությունը, որ Քրիստոս կանչեց մեզ հավիտյան իր հետ լինելու եւ ուրախ ապրելու։ Ինչու չես կարող ուրախանալ։ Ինչն է պատճառ, որ դու չես կարող ուրախանալ։ Ինչու չես կարող մեկի ուրախությունը կիսել։ Նա իր քո կյանքին։ Որն է պատճառը, որ մի հատ ուրախ լուր ես իմանում
Եվ այդ ուրախ լուրը քեզ տագնապեցնում է, ուրախ լուրը քեզ շարժում է, բայց շարժում է ոչ թե դրականապես, այլ բացասականապես։ Ուզում եմ, որ կյանքիդ մեջ նայես երկնային ուրախությունը թույլ տաս Քրիստոս այսօր լցնեք ու կյանքիդ մեջ։ Սիրելիներ, մենք կարիք ունենք փոխվելու։ Մենք կարիք ունենք հանդիպենք Քրիստոսին, որ Քրիստոսը իրականում մեզ փոխի։ Ինչու համար։ Հարցրեք ձեզ, ինչու համար։ Երեք աղոթքիս մեջ դա էր։ Ասեց պատրաստ ես ուրախանալ։ Մտածեցի, ասեց չպետք է մտածեր, պետք է կիսեր։ Գիտեք, մեզանից բան չկա, մենք ուղղակի պետք է կիսենք, ասենք աչքդ լույս լինի, ուրախացել ես, ես էլ եմ ուրախանում, մենք չենք կարող ուրախանալ, նայեք, թշնամու ամբողջ նպատակն է, սիրելիներ, որ քեզ տխուր պայի, թշնամու ամբողջ նպատակն է, որ դու չկարողանաս ժպտաս, բայց երբ դու ժպտում ես, դու գեղեցիկ ես, որովհետև երկինքը գեղեցիկ է, եւ այդ գեղեցիկը ուզում է քո մեջ երևա։ Սիրելիներ, թույլ տվեք Քրիստոս ուրախացնե ձեզի։ Թույլ տվեք ձեզ դարձնի մարդիկ, որ կկարողանաս ուրախություն կիսել։ Եվ վերջի հայտնությունը, որ երեք աղոթքի մեջ ունեցա, ասեցի երբ ես վերջի անգամ ուրախության պատճառ եղել։ Մտածեցի, գտա, ու ուրախացա նորից։ Գիտեք, երկինքը ուրախության պատճառ է հանդիսանում ամեն մեկիս համար։ Երբ որ դու հարուցյալ Քրիստոսին հանդիպում ես, հարուցյալ Քրիստոսը ինչքան է դառնագին պատկերացումներ ու դառնություններ ունենաս կյանքիդ մեջ, երկնքի հետ հանդիպումը, հարուցյալ Քրիստոսի հետ հանդիպումը քո մեջ բերում է ուրախություն եւ դու լինում ես ուրախության պատճառ։ Երկինքը քո ուրախության պատճառն է, սիրելիս, հարության Քրիստոսը քո ուրախության պատճառն է, դու պիտի լինես ուրախության պատճառ, երբ որ միտեղ մտար, մեկին հանդիպեցիր, այդ մարդը քեզանից հետո լացավ, թե ուրախացավ, երբ ես եղել վերջի անգամ ուրախության պատճառ, կապ չունի ինչ ես արել, եթե երկինքը քո մեջ ներկա է, երբ որ դու Քրիստոսին ճանաչում ես, ուրախությունը հոսում է քո մեջ եւ քո միջից։ Տեր օրհնե ձեզի։ Երբ որ մենք հանդիպում ենք հարուցյալ Քրիստոսին, մենք կարիք ունենք խաղաղության, սիրելիներ։ Հիսուսը երկու անգամ ավետարանի մեջ կարդում ենք, երբ հայտնվեց վերնատան մեջ, առաջի բառը, որ ասում է աշակերտներին, ասում է խաղաղություն քեզ։ Գիտեք, մենք ամեն մեկս խաղաղության կարիք ունենք։ Այս աշխարհը խաղաղության կարիք ունի, այս երկիրը խաղաղության կարիք ունի։ Այսօր ամենակարևոր բաներից մեկը, որ Աստված հստակ խոսեց իր հայտնության խոսքի միջոցով, ասեց ձեզ ինչ եմ թողնում երկրի վրա, խաղաղություն։ Մենք կարիք ունենք խաղաղության, սիրելիներ, որովհետև երբ որ մենք խաղաղ չենք, մեր միտքը խաղաղ չէ, մեր անձը խաղաղ չէ, մենք սկսում ենք մեղքի անիվը ավելի արագ պտտել։ Մենք պետք է մեղքի անիվը կանգնեցնենք մեր կյանքերի մեջ, շատերի կյանքերի մեջ, բայց երբ որ մենք տագնապալից վիճակների մեջ ենք, չունենք խաղաղություն, անընդհատ բացասականը դուրս է գալիս եւ դա ծնում է մեղք։ Մենք կարիք ունենք խաղաղության, այն խաղաղության, որ երկնքից է գալիս։ Ոչ թե ձևական, տևական ինչ որ մի ժամանակ, կես ժամ, դեղեր, ինչ որ միջամտություններ, այլ երկնային խաղաղությունն ու հանգստությունը, որ գալիս է հարուցյալ Քրիստոսից։ Հանդիպիր նրան եւ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, գալիս է քո կյանքում։ Երրորդ բանը, որ հարության միջոցով տեղի ունեցավ, դա նպատակն էր, որ Քրիստոս իր աշակերտներին նպատակ տվեց։ Ասեց սպասեք, մինչև որ վերից զորությունը կառնեք։ Խոսքի մեջ միտեղ կա փչեց նրանց վրա Սուրբ Հոգին եւ ասեց առեք Սուրբ Հոգին, որոնց մեղքերը որ թողնեք, թողված պիտի լինեն եւ որոնց մեղքերը որ ետ բռնեք, բռնված պիտի լինի։ Աստված ծառայության նպատակը տվեց։ Աստված Պետրոսին նպատակ տվեց արածեցրային ոչխարներին։ Այսօր Աստված ամեն մեկիս կյանքի մեջ հայտնվելով մեզ նոր նպատակ է տալիս։ Եթե դու նպատակ չունես, հանդիպիր այսօր նրան։ Տես ինչ է ասում քեզ։ Ոչ թե ուղղակի ապրիր, ոչ թե ուղղակի քո տարիները, քո ժամանակը պետք է անցնեն, ինչպես բոլորին անցան, քոնն էլ է անցե, էլ ինչ ենես, այսօր հանդիպիր հարուցյալ Քրիստոսին եւ նա քո կյանքի մեջ մի նոր նպատակ կծնի,
Նա քո կյանքի համար նոր նպատակ ունի։ Եվ նա աշակերտներին նպատակ տվեց, ասեց սպասեք վերնատան մեջ, մինչև վերից զորությունը կառնեք։ Ես վստահ եմ, այդ զորությունը այսօր ամեն մեկի կյանքի մեջ առկա է։ Հարցրեք, ինչ անեմ։ Ես վստահ եմ, երկնքից պատասխան ունեք։ Հարությունը բերեց, զորացրեց հավատքը մեր եւ մեր տարակուսանքը վերցրեց։ Այն Քրիստոսին, որ ասեց ես եմ հարությունն ու կյանքը, չէին պատկերացնում, բայց հիմա տեսան։ Իրանց հավատքը տեսածը, լսածը ու ապրածը համադրվեց եւ առաքյալները զորացան հավատքի մեջ։ Ինչու? Որովհետեւ տեսան, որ այն մեկին, ում պաշտում էին, ինքը իրական Աստվածն էր եւ զորացրեց նրանց հավատքը։ Եվ մենք Պետրոսին տեսնում ենք արդեն, այն ուրացող Պետրոսին, որ 3000-ի դեմ կանգնեց, այն անկիրթ Պետրոսին, որ երբ խոսում էր, մարդիկ բժշկվում էին, որովհետև այլևս հին Պետրոսից ոչինչ չէր մնացել։ Հարուցյալ զորությունը եկել էր Պետրոսի կյանքի մեջ։ Հավատքը այնքան էր զորացել, որ նրա համար կարելի եւ չի կարելի չկար, նրա համար հավատքից ամեն բան կարելի էր եւ ամեն բժշկություններն ու հրաշքները շարունակում էին նրան կյանքի մեջ եւ աշակերտների կյանքի մեջ եւ մինչեւ այսօր այն ամեն աշակերտների կյանքի մեջ, ովքեր հավատացել են Քրիստոսին։ Եվ այդ հավատքը այնքան է զորացել, որ այսօր ամբողջ աշխարհի մեջ տարբեր հրաշքներ ու նշաններ, ուրախություններ եւ զորություններ եւ ներգործություններ կատարվում են, որովհետեւ Աստված իր հարուցյալ զորության միջոցով զորացրեց մեր հավատքը։ Ինչու համար ենք մենք հավատացած։ Հավատացած ենք, որովհետեւ Քրիստոսը մեր ելներից հարություն առավ եւ մեր հավատքի դավանությունն է, որ թեև մեռնենք, պիտի ապրենք, հենց այդ հավատքով էլ մենք ապրում ենք, հենց այդ հավատքով էլ մենք շարժվում ենք, որովհետև հավատքը չերևացած բաների հաստատումն ու ապացույցն է։ Եվ այն ինչ որ դեռ չունես, բայց հավատում ես, հանդիպիր Քրիստոսին, խոստումը վերցրա եւ կտեսնես այն ինչին հավատացել ես, դա ստանալու ես, որովհետև դրա հեղինակը հարուցյալ Աստված է, Հիսուս Քրիստոսն է։ Եվ վերջի կետը, որ հարությունը բերեց մեր կյանքերի մեջ, դա մեր խոստումների իրականացումն է։ Այն խոստումները, որ Քրիստոս տվեց իր աշակերտներին եւ մեզ, ամեն մեկիս, ովքեր կարդում են նոր կտակարանը եւ այն հարյուրավոր ու հազարավոր խոստումները, որ գրված է գրքի մեջ, այդ բոլոր խոստումները իրականություն են դառնում, որովհետև հենց ինքը ասեց, որ ես պիտի գամ, ապրեմ, խաչի մահով մահանամ եւ երրորդ օրը հարություն պիտի առնեմ եւ համբարձվեմ հոր աջ կողմը նստելով։ Եվ այն խոստումները, որոնք մեզ տրվեց, միգուցե այսօր չունենք, դերևս չենք ստացել, դրանց իրականությունը չի եղել մեր կյանքերի մեջ եւ դրանք սառել են, իրականում դրանք չեն սառել։ Դրանք կյանքի կոչված են, միք փակեք դռները ձեր երազների, ձեր հավատքի, որովհետև ամեն խոստում իր ժամանակի մեջ կյանքի է կոչվելու։ Հիսուս Քրիստոս երբեք չի ուշանում։ Ինչքան էլ մենք մտածենք, Ղազարոսը 4 օրվա մահացած է եւ այլևս հնարավոր չէ կենտանություն լինի, նա բարեկամն էր Քրիստոսի, եթե դու բարեկամն ես այսօր, ինքը այցելելու է քեզ եւ այն խոստումները, որոնք Աստված տվել է քեզ իր ժողովրդին, անպայման իրականություն է լինելու։ Մի խաբվեք, սիրելիներ, մի թույլ տվեք, որ թշնամին խաբի ձեզ, թե ես այս խոստումը ունեի, բայց տեղի չունեցավ։ Հավատա եւ սպասի, որովհետեւ հարուցյալ Քրիստոսը կարիք ունի հանդիպի քեզ։ Փնտրիր նրան եւ հարուցյալ զորությունը կճանաչեցնի եւ ցույց կտա քեզ, որ մեր Աստված ամենակարող է եւ Տերերի Տերն է, Թագավորների Թագավորն է եւ ամեն մահը, որից մենք այդքան էլ վախեցած ենք, պարտված է։ Մի վախեցեք որևէ բանից, որովհետեւ Աստված մեզ ասում է՝ մի վախեցիր։ Ես հաղթել եմ աշխարհին, ես հաղթել եմ մեղքին։ Այն ամեն թերություններն ու տկարությունները, որ մենք ունենք, խաչի վրա կամել է եւ ինքն էլ հարություն է առել, բարձր է ամեն բանից։ Ուզում եմ, որ հանդիպեք նրան, ճանաչեք հավիտենական Աստծուն եւ նրա ներկայության մեջ թույլ տաք ամեն կերպ բնականը ձեր կյանքերի մեջ գա եւ հոսի։
Եկեք կանգնենք նրա առաջ։